Թատրոնի եւ կինոյի պատմության մեջ անթիվ անհամար են դեպքերը, երբ տղամարդը կին է ձևանում եւ կինը տղամարդ։ Այսինքն կինը տղամարդու դեր է խաղում եւ տղամարդը կնոջ։ Կա այս ձևացման երկու եղանակ։ Առաջին դեպքում, երբ պիեսի սյուժեն է պահանջում, որպեսզի կերպարներից մեկը հակառակ սեռի ներկայանա եւ այսպես ասած խափի մնացած գործող անձանց։ Եվ երկրորդ դեպքում հակառակը, սյուժեի ոչ մի նման պահանջ չկա, պարզապես դերասանուհին որոշում է տղամարդու դեր խաղալ կամ տղամարդը խաղում է կնոջ դեր։ Երկրորդ դեպքում դերասանը կամ դերասանուհին փորձում են խաբել հանդիսատեսին։ Խաբել բառն այստեղ ճակերտավոր ենք օգտագործում, որովհետև Դանիայի իշխան Համլետի դերը կատարող Սառա Բեռնարին կամ մեր Սիրանուշին ծափահարող հանդիսատեսը գիտեր, որ նրանք կին են եւ տղամարդ են ձևանում, բայց ծափահարում էր։ Հակառակ երևույթը շատ ավելի տարածված է եղել, երբ տղամարդն է կնոջ դեր կատարել։ Գիտենք, որ նույնիսկ Շեքսպիրի ժամանակներում, այսինքն անգամ վերածննդի շրջանում, թատրոնում կանայք չկային։ Շեքսպիրագիտությունը վաղուց է սահմանել, որ այդ է պատճառը, որ Համլետի, Լիրարքայի կամ Օթելոյին համազոր կնոջ կերպար մեծ դրամատուրգը չունի։ Այսինքն թատրոնում չկար այն կինը, որի կերպարով, որի վրա այսպես ասած ձևեր դրամատուրգը իր կանացի կերպարները։ Կինոյում ավելի շատ տարածված է առաջին տարբերակը, երբ տղամարդը կին է ձևանում կամ կինը տղամարդ ըստ սյուժեի պահանջների։ Թե սովետական կինոն, թե ամերիկյան հոլիվուդյան կինոն հրաշալի ֆիլմեր են ստեղծել, օրինակ Ալեքսանդր Կալյագինի եւ Արմեն Ջիգարխանյանի մասնակցությամբ «Բարև ձեզ, ես ձեր մորաքույրն եմ» կինոնկարը շատ սիրելի էր սովետական հանդիսատեսի համար։ Սակայն ավելի տարածված եւ հայտնի է Սիդնի Պոլակի Թուցի ֆիլմը, որտեղ գլխավոր դերում հանդես էր գալիս Դասթին Հոֆմանը։ Նրա կերպարը կին էր ձևանում աշխատանք գտնելու համար։ Երկար այս նախաբանից հետո ասեմ, որ այսօր պատմելու եմ հայ թատրոնի պատմության մի առեղծվածի մասին, որից ավելի քան 150 տարի է անցել։ Դեպքերը տեղի են ունեցել 1863 թվականին եւ տևել ընդամենը 1 տարի։ Խոսքը վերաբերում է Օրորդ Գանե անվանված դերասանուհու առեղծվածին։ Տղամարդ էր նա թե կին։ Շատ ժամանակ է անցել, երկար ժամանակ է անցել եւ եղած նյութերն էլ քիչ են, որպեսզի այս հարցին այսպես կատեգորիկ վերջնական պատասխան տրվի։ Նրա մասին գրել են արձակագիր Պերճ Պրոշյանն ու դերասանապետ Գևորգ Չմշկյանը եւ մամուլում մի քանի այլ հրապարակումներ կան ժամանակի մշակում, Մեղու Հայաստանում եւ այլն։ Բոլոր սկզբնաղբյուրները իմի է բերել եւ հարցը քննել Գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ արվեստագիտության դոկտոր Հենրիկ Հովհաննիսյանը իր հայ թատրոնի պատմություն 19-րդ դար այս ստվարածավալ եւ կոթողային աշխատության մեջ, որից էլ ոչ միայն առատորեն օգտվել ենք, այլ պարզապես չէր լինի այս հաղորդումը, եթե չլիներ այս գիրքը։ 1860-ական թվականներին հայ մշակույթի մայրաքաղաքներից Թիֆլիսում գործում էր երկու թատերախումբ, մեկի ղեկավարը դերասանապետ Չմշկյանն էր, Գևորգ Չմշկյանը, մյուսը ղեկավարում էր Իզմիրյանը։ Այս երկու թատերախմբերը երբեմն միասին էին գործում, երբեմն պառակտվում էին ու առանձնանում։ Նրանք ունեին մի պրիմադոննա դերասանուհի Սոֆի Մելիք Նազարյան անուն ազգանունով։ Սոֆի Մելիք Նազարյանին թատրոն էր բերել նրա մորաքույրը, Օսան անունով տարեց մի կին, մի մոցիկուլ, այսինքն ամուսնությունների միջնորդ։ Սոֆին չգիտեր հայերեն տառերը, գրել կարդալ հայերեն չգիտեր։ Տեքստը նրան տալիս էին վրացերեն տառերով, որից նա կարողանում էր անգիր անել։ Շատ ժամանակ ասում են, որ չէր հասկանում նաև, թե ինչ է արտասանում բեմում։ Սակայն Սոփին շատ արագ գրավում է Թիֆլիսի թատերասեր հասարակության համակրանքը, բայց որքան տարածվում է նրա համբավը, նա դառնում է այնքան քմահաճ։
Այսօրվա բառով ասած աստղայինը տանում է։ 1863 թվականին նա հրաժարվում է խաղալ Վարդան Մամիկոնյան ներկայացման սաթենիկի կերպարը եւ դուրս է գալիս առհասարակ Չմշկյանի թատրոնից եւ պայմանագիր է ստորագրում, պայմանագիր է կապում Իզմիրյանի թատերախմբի հետ։ Գևորգ Չմշկյանն ու պիեսի հեղինակ Կարենյանը թախանձում են նրա մորաքրոջը Օսանին, Մոցիկոլ Օսանին, որ Սոփիի նման մեկ այլ կին գտնի, որպեսզի ներկայացումը չտապալվի։ Մի քանի օր անց նրա ուղեկցությամբ կամ նրա հորդորով, սա հստակ չէ, բայց փաստ է, որ 7-8 կին են հայտնվում թատրոնում, այսպես ասած քաստինգի են գալիս, եւ նրանց միջից Գևորգ Չմշկյանին դուր է գալիս հատկապես 15-16 տարեկան մի օրիորդ, մի աղջնակ, եւ հենց նրան էլ վստահվում է Վարդան Մամիկոնյան ներկայացման մեջ խաղալու սաթենիկի դերը։ Ասենք, որ հենց փորձերի ժամանակ արդեն ապշեցնում է իր վարպետությամբ, ապշեցնում է իր դերի իմացությամբ, իր առոգանությամբ, արտասանությամբ եւ նաեւ այն ժամանակվա տերմինով ասած հիանալի ձևերով։ Եթե փորձերի ժամանակ խաղանկերներին է հիացնում, ապա ասենք, որ ներկայացման ժամանակ հիացնում է ամբողջ դահլիճին, բոլոր հանդիսականներին եւ հենց ներկայացման ընթացքում օթյակներում կամ դահլիճում նստած մարդիկ միմյանց հարցնում էին. ով է այս նոր դերասանուհին, որտեղից լույս աշխարհ եկավ։ Այս ներկայացումից հետո Պերժ Պրոշյանը, որ հակառակորդ թատերախմբի հովանավորներից էր, հակառակորդ թատերախմբի անդամ էր, գրում է. Օրիորդ Գայանե մի ասիլ, մի չքնախ հավերժահարս, մի մայիսյան ալվարդ, Սևաչյա մի դիցուհի կոչիր, որ իշքի առաջին կորչումը մեր լուսատու Արեգակ Սոփյան։ Գոհ ու երջանիկ էին թե պիեսի հեղինակ Կարենյանը, թե Գևորգ Չմշկյանը, բայց դժբախտ էին մրցակից թատերախմբի ղեկավարները եւ հատկապես նրանց պրիմադոննա դերասանուհի Սոփի Մելիք Նազարյանը։ Ինտրիգները, խարդավանքները մշտապես եղել են թատրոնի ուղեկիցները թե մեզանում եւ թե ամենուր։ Որքան բարձրանում է օրիորդ Գայանեի համբավը, այնքան նրա շուրջ ինտրիգները ավելի են խորանում ու տարածվում։ Ամիսներ անց երկու մրցակից թատերախմբերը միավորվում են։ Պիտի բեմադրվեր Սեր եւ խարդավանք վերնագրով մելոդրաման։ Գլխավոր դերը, Լելիի դերը, հանձնվում է Սոփի Մելիք Նազարյանին։ Ավելին, ասենք, որ թատերախմբի ղեկավար Իզմիրյանը պահանջում է երկու կարգ սահմանել դերասանների համար, ըստ որի էլ պիտի վարձատրություն ստանային եւ պահանջում է, որ Սոփին լինի առաջին կարգում, իսկ օրիորդ Գայանեն երկրորդում։ Սրա հետ համաձայն չեն լինում Չմշկյանի ղեկավարությամբ գործող թատերախմբի ղեկավարները եւ վեճը այնքան է տարածվում, որ թատերախումբը կրկին պառակտվում է եւ Լելիի դերը ստանձնում է օրիորդ Գայանեն։ Հիշենք, որ նա ընդամենը 15-16 տարեկան օրիորդ էր։ Նրա այս դերակատարման մասին գովեստի խոսքեր է գրում Գևորգ Չմշկյանը, նշելով, որ անգլիացի Միլեդուհու դերը նա կատարեց վարպետորեն եւ գեղարվեստական բարձր ճաշակով։ Դրանից հետո բեմադրվում է Օստրովսկու ուրիշի սահնակը մի նստիր կատակերգությունը եւ օրիորդ Գայանեին վստահվում է Ավդոտիայի դերը։ Այս կերպարով, այս ներկայացումով պարզում է, որ նա ոչ միայն մելոդրամատիկ կամ ողբերգական կերպարներ է կարողանում հրաշալի կերտել բեմի վրա, այլ նաեւ կատակերգական խարակտերային կերպարներ։ Չորրորդ բեմադրությունը, որի մեջ մասնակցություն է ունենում օրիորդ Գայանեն, գրոտեսկային վոդևիլ էր, որտեղ նա մարմնավորում է Կատոյի դերը։ Մրցակից թատերախմբի ղեկավարներից Պերժ Պրոշյանն այս առիթով գրում է. Օրիորդ Գայանե, այդ օրիորդ Գայանեն մեր Անդրանիկ թատրոնական խմբի սիրտ խոցոտող չարքն է։ Անիծածը քանի գնում շնորհքներն ավելացնում է։ Իտալուհի պրիմադոնեքը սքանչացած են նրանից, գովքն ամեն տեղ խոսվում է։ Վիրավորանքն անտանելի է։ Միթե հնար չկա այդ աղջկանը խլել հակառակորդ խմբից, թեկուզ շատ մեծ գնով։ Ուշադրություն դարձրեք վերջին բառերին, շատ մեծ գնով, որովհետև Պրոշյանն այնուհետև ավելացնում է. Երանի փողով բան գլուխ գար, ոսկով բարձեինք եւ 7 սարի են կողմը ճամփեինք, գնար, հետ չգար ու մեր Սոփիի հետ չմրցեր։ Ահա այս խարդավանքին զուգահեռ սկիզբ է առնում օրիորդ Գայանեի առեղծվածի բուն թեման։ Մրցակից թատերախմբի անդամները եւ հատկապես Սոփի Մելիք Նազարյանը սկսում են տարածել, որ օրիորդ Գայանեն իրականում 14-15 տարեկան մի տղա է։ Տալիս են նույնիսկ կոնկրետ անուն ազգանուն Սարգիս Մեհրաբյան առևտրական ուսումնարանի սովորող։ Հիշենք, որ
Սոփին Մոցիկուլ Օսանի ազգականուհին էր, քրոջ աղջիկը, եւ հենց ինքն է տարածում, որ Սարգիս Մեհրաբյանը նույնպես ապրում է Մոցիկուլ Օսանի տանը, եւ եթե նրան հագցնես օրիորդ Գայանեի շորերը, ոչնչով չի տարբերվի։ Բացի այդ, նա տարածում է, որ այդ Սաքոն Սարգիս Մեհրաբյանը անգիր գիտե այն բոլոր դերերը, որոնք խաղում է օրիորդ Գայանեն։ Ըստ Պրոշյանի, նա թատրոնի հուշարարի հետ այցելում է Սոհի Մելիք Նազարյանի տուն եւ այնտեղ հյուրասենյակում հանդիպում գիմնազիստի համազգեստ հագած սիրունատես մի պատանու, որն ասում է, որ այո, ինքն է հենց նախ ցնցվում է Պրոշյանը նրա նմանությունից եւ հետո տղան խոստովանում է, որ հենց ինքն է օրիորդ Գայանեն եւ ձևացրել է թե կին է, թե աղջիկ է։ Երբ այս լուրերը հասնում են Գևորգ Շմշկյանին, նա հարկ է համարում անձամբ այցելել առևտրական ուսումնարան եւ հանդիպելով Սարգիս Մեհրաբյանին նույնպես խորը ցնցում է ապրում, նա չի հավատում, երկար ժամանակ չի հավատում ոչ իր ականջներին, ոչ աչքերին եւ խնդրում է մի ռուս կնոջ ներկայացումից առաջ մտնել օրիորդ Գայանեի զարդասենյակ, թե հարթասենյակ եւ ստուգել, արդյոք տղա է նա, թե տղամարդ է նա, թե կին, թե աղջիկ։ Վերադառնում է զարդասենյակից այդ կինը, ռուս կինը եւ ասում, որ իրականում նա իսկապես տղա է։ Թվում է, թե իսկապես այստեղ ամեն ինչ պարզ է, բայց իրականում այդքան էլ այդպես չէ։ Նախ Գևորգ Շմշկյանի նշած օրերին, որ ռուս կինը պիտի մտներ զարդասենյակ եւ պարզեր այդ ճշմարտությունը, ոչ մի ներկայացում էլ չի եղել։ Եվ օրիորդ Գայանեն բեմ չի բարձրացել, որպեսզի զարդասենյակում ստուգվեր նրա սեռը։ 11 օր կասկածանքներից, տատամսումից հետո Գևորգ Շմշկյանը մի նամակ է հղում Մեղու Հայաստանի թերթի խմբագրությանը եւ հայտնում այդ իր բառով ասած հազվագյուտ իրողության մասին։ Նամակը տպագրվել է դեկտեմբերի 19-ին Մեղու Հայաստան թերթում։ Հաջորդ օրը դեկտեմբերի 20-ին օրիորդ Գայանեն բեմ է բարձրացել կրկին Վարդան Մամիկոնյան ներկայացման մեջ Սատենիկի դերով։ Հաջորդ օրվանից նա արդեն անետացել է թատրոնից։ Այստեղ նույնպես թվում է, թե ամեն ինչ պարզ է իր գաղտնիքի բացահայտումից հետո նա այլևս ամաչել կամ հարկ չի համարել թատրոն գալ եւ կամ թատերախումբն է նրան հեռացնել խաբեության համար։ Մինչդեռ օրիորդ Գայանեի մասին Գևորգ Շմշկյանի պես պրոֆեսիոնալ այս դեպքերից 40 տարի հետո գրում է իր հուշերում. Ստեղծեցիր բեմի համար տաղանդավոր դերասանուհի Գայանեին, որը հայ հասարակության առաջ անցավ ցնորքի պես անիմաստ, բայց նրա հիշատակն անջնջելի մնաց խեղճ հայոց բեմի համար, որը պարգևեց քեզ իբրև երախտագետ մի մոր։ Տասնավոր հայ դերասանուհիք, որոնք պարծանքով կարող են ցույց տալ Սատենիկին, Քեթևան Արամյանին եւ նոցա հետագաներին, որոնք պիտի խոստովանին, որ քո աշակերտուհիք են եւ պիտի պարտավոր մնան քեզ։ Եթե Գևորգ Շմշկյանն ասում է աշակերտուհիք, տալիս է դերասանուհի անուններ եւ նրանց նույնիսկ հետագաներին համարում օրիորդ Գայանեի աշակերտները, ապա պարզ է, որ խոսք է գնում դերասանական դպրոցի մասին։ Միթե հնարավոր էր, որ որևէ պատանի տղա կարողանա դերասանական այդպիսի դպրոց ստեղծել ընդամենը 4 կերպարով, 4 անգամ 4 դերակատարման բեմ բարձրանալով եւ ընդամենը 1 տարվա ընթացքում։ Հարցը ուսումնասիրած Հենրիկ Հովհաննիսյանի համար մեկ պատասխան կա։ Մոցիկուլ Օսանը ամուսնացրել է օրիորդ Գայանեին խոհարարի հետ, Բեբուդենս խոհարարի հետ։ Գիտնականը համոզված է, որ 14-15 տարեկան պատանին տղան չէր կարող խաբել այդքան շատ մարդու, ստեղծել այդպիսի կերպարներ, որոնք բեմում տեսան հազարավոր մարդիկ։ Այսքանն էր այս պատմությունը, բայց մենք փորձենք մի քիչ ուշ տալ մեր երևակայությանը եւ մի փոքր առաջ գնալ։ Հիշենք, որ ես Սարգիս Մեհրաբյանը եւ օրիորդ Գայանեն կենում էին Մոցիկուլ Օսանի տանը, այսինքն ապրում էին այդտեղ, նրա հովանավորությանն էին հանձնված։ Չի բացառվում, որ նրանք ազգականներ են եղել եւ գենետիկ կապով ունեցել են իսկապես ցնցող նմանություն։ Ավելին, գուցե նույնիսկ քույր ու եղբայր են եղել, որի մասին ոչինչ չի ասվում։ Հավանաբար այդ տղան Սարգիս Մեհրաբյանը օգնել է օրիորդ Գայանեին դերը անգիր անել, դերը յուրացնել եւ ինքն էլ ընթացս կարողացել է սովորել ու դրանով զարմացրել թե Չմշկյանին եւ թե Սոփի Նվարդին ու Պրոշյանին։ Ի տարբերություն Դասթին Հոֆմանի կերպարի, որը Թուցի ֆիլմի միայն ավարտին է բացահայտում իր գաղտնիքը, բացահայտվում է, որ նա իրականում տղամարդ է եւ քաստինգի է ներկայացրել կնոջ կերպարով, որպեսզի դեր ստանա, աշխատանք ունենա։ Հավանաբար Գևորգ Չմշկյանի կազմակերպած քաստինգին օրիորդ Գայանեն ներկայացել է առանց դիմակի։ Պարզապես հետո է հորինվել, թե նա տղա էր։